Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի ահազանգի հետքերով։ Հանձնում են 3 անկլավ և Տիգրանաշենը, միջազգայնագետը անդրադարձել է Փաշինյանի վտանգավոր հայտարարությանը։ Որոշում, որը խաղում է մարդկանց ճակատագրերի հետ, ինչպես են մարդիկ արձագանքում Փաշինյանի որոշմանը։ Կալանավորում և տնային կալանք քարոզարշավի 11-րդ օրն է։ 2023 թվականի Արցախի հայաթափումից ու օկուպացիայից հետո մոտ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով հայտնվել են գոյաբանական սպառնալիքի տակ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը շեշտել է, որ այսօր թանգարանները զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի տակ։ Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարտկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս վիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն, որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։ Այս պայմանում թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր, ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը։ Արցախի քարտեզը փոխվում է ոչ միայն քաղաքական որոշումներով ու ռազմական գործողություններով, այն փոխվում է նաև քանդված եկեղեցիներով, անհետացող արձանագրություններով, վերանվանված մշակույթով։ Մինչ միջազգային կառույցներն ու դիվանագետները շրջում են Շուշիի այսպես կոչված վերականգնված փողոցներով, հայկական հետքը կամաց-կամաց ջնջվում է, երբեմն բուլդոզերով, երբեմն վերականգնման անվան տակ։ Այսօր պայքարը միայն տարածքի համար չէ, պայքարը հիշողության, ինքնության և պատմության իրավունքի համար է։ Իսկ երբ խաչը հանվում է եկեղեցուց, հայկական գորգը ներկայացվում է որպես ադրբեջանական, գերեզմաններն էլ դառնում են պղծման թիրախ, արդեն ակնհայտ է։ Խոսքը առանձին վանդալիզմի դեպքերի մասին չէ, այլ հետևողական մշակութային քաղաքականության։ Բաքվի մշակութային պատերազմը ռեպորտաժում։ Քանդված, պղծված եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ ու գերեզմաններ։ Այս քաղաքականությունն է որդեգրել Ադրբեջանը օկուպացված Արցախում։ Կրոնական հետքի ջնջում, պատմական ներկայության վերաձևում, մշակութային յուրացում, քաղաքային հիշողության ոչնչացում։ Սա էլ վերջնական նպատակն է։ Հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, վնասել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ավերել են Խնածախ գյուղի հայրենական և արցախյան պատերազմների հուշարձանը, պղծել Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը։ Սրանք մշակութային վանդալիզմի միայն վերջին շրջանի արձանագրված դեպքերն են, մինչդեռ ամբողջական պատկերը ավելի ցավոտ է ու մտահոգիչ։ Անհետացել են ոչ միայն շինություններ, այլև այդ շինություններում եղած հայկական հետքը։ Խոսքը 1000-ից ավել արձանագրված դեպքերի մասին է։ Այդ թվում 7 ոչնչացված եկեղեցի, 10-ից ավելի հիմնովին ոչնչացված բնակավայրեր, պատմական թաղամաս ոչնչացված Ստեփանակերտում, Հադրութում, Շուշիում,
եւ այլ բնակավայրերում։ Վաղոհասի գերեզմանոցի տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության եւ մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք, պնդում է Ավանեսովը։ Ադրբեջանը համակարգված կերպով Արցախում ոչնչացնում է պատմամշակութային ժառանգությունը, մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, հուշարձաններ։ Սա համակարգված քաղաքականություն է եւ կապված է Ադրբեջանի այդ հայ քաղաքականության հետ, որի նպատակը տարածաշրջանի ամբողջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է։ Սակայն Բաքուն Արցախի հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն։ Շուշիում օրեր առաջ զբոսաշրջային երթուղիներով շրջում էին օտարերկրյա դիվանագետներ, լսում այսպես կոչված վերականգնման մասին պատմություններ եւ տեսնում մի իրականություն, որտեղ հայկական հետքը փորձում են ներկայացնել արդեն այլ անունով։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ եւ այլ ներկայացուցիչներ 62 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր եւ թանգարաններ, ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացներին։ Օրինակ Շուշիի գորգերի թանգարանում դիվանագետներին ցույց են տվել հայկական արծվագորգերը եւ վիշապագորգերը ադրբեջանականի անվան տակ։ Դիվանագետները ծանոթացել են նոր մզկիթի նախագծին՝ Յենի Շուշա, հայերեն Նոր Շուշի մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին։ Սա Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղություն է, երբ հայկական տարածքներում մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ եւ իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, թե Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերելու են իր պատմական տեսքին, այսինքն վերացնելու են ռմբակոծության հետքերը, վերականգնելու են գմբեթը։ Սակայն տեղի ունեցավ հակառակը, Բաքուն քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը եւ դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Մաքրել են նաեւ արևմտյան ճակատի քանդակը, որը ներկայացնում էր Խաչակիր Քրիստոսը թեման։ Ավանեսովի խոսքով շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։ Եկեղեցու ճարտարապետական տեսքը մինչև 1920 թվականի Շուշիի հայերի ցեղասպանությունը եւ հայկական թաղամասի ավիրումը ունեցել է լրիվ այլ տեսք։ Այսինքն այնինչ մինչ ռմբակոծումը 20 թվականի մենք տեսել ենք եւ կար, դա նույն պատկեր, դա է եկեղեցու իսկական ճարտարապետական տեսքը, որը համապատասխանում է մինչ 1920 թվականի եւ դրան հաջորդած վանդալիզմի դեպքերին։ Խաչերի անհետացում, հայկական արձանագրությունների վերացում, ճարտարապետական ձևափոխումներ, հայկական գորգերի ներկայացում որպես ադրբեջանական ժառանգություն։ Երբ միջազգային հանրությունն ու դիվանագետները տեսնում են այս ամենն ու նրանց արձագանքը լինում է լռությունը, դառնում են Բաքվի հանցակիցը, տալով նրան կանաչ լույս մշակութային ցեղասպանությունը շարունակելու։ Քարոզարշավի 11-րդ օրն է։ Բացի զավեշտալի աղմկահարույց հայտարարություններից ու միջադեպերից, քարոզարշավն աչքի է ընկնում նաև վտանգավոր հայտարարություններով, որոնք դժվար է կոծկել սրտիկների, թխվածքաբլիթների ու երեխաների հետ լուսանկարվելու քողի տակ։ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել է եւ թվարկել այն բնակավայրերը, որոնք սահմանազատման արդյունքում հանձնվելու են Ադրբեջանին, ընդ որում բնակավայրերը ասել է ադրբեջանական անվանումներով։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արտվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա, չի կարա չկա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները։ Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթարված է։ Չէ՞ որ ստեղից դուրս գալու են, պարոն Փաշինյան։ Եղբայր, հիմա հարդ մի րոպե։
Միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն էլ հայտարարել է, որ իշխող ուժը խոստովանել է, հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ Տիգրանաշենը։ Խաչիկյանի խոսքով Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները։ Հաջորդ կանգառը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է եւ հայերի զանգվածային փախուստը։ Քայլ առ քայլ, սերիա առ սերիա մենք տեսնում ենք Հայաստանի ոչնչացումն ուղիղ մեր աչքերի առաջ։ Եվ հիպնոսացված բնակչությունը շարունակում է հանդուրժել սա, իսկ ոմանք էլ արցունքն աչքերին ողջունում են նրանց, ովքեր անում են դա։ Մեր ժողովուրդը դարձել է ահռելի աղանդի զոհ։ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել քարոզչական պաստառը պոկելու համար ձերբակալված քաղաքացու մահվան դեպքի մասին։ Իրավապաշտպանները շեշտել են ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե առանձին ողբերգության, այլ իրավապահ համակարգի ծանրագույն ապօրինության հետ։ Պաստառ պոկելու արարքը չի կարող ծառայել որպես քրեական վարույթ նախաձեռնելու կամ առավել ևս անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու հիմք, ասված է հայտարարության մեջ։ Սա տարական իրավական ճշմարտություն է, որը պարտավոր էին իմանալ եւ հաշվի առնել բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք ներգրաված են եղել տվյալ գործընթացում։ Սակայն Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում։ Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես դժբախտ պատահար կամ անձնական ողբերգություն։ Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ։ Տեղի ունեցածին անդրադարձել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա շեշտել է, որ չնչին վարչական իրավախախտման համար պետական ռեպրեսիվ ապարատի գործադրումը եւ արարքը կամայականորեն քրեականացնելը ոչ միայն իրավունքի կոպտագույն աղավաղում է, այլև ավտորիտար համակարգերին բնորոշ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Երբ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, այն բացարձակ պատասխանատվություն է ստանձնում նրա կյանքի համար։ Այս պարտականությունը կրկնապատկվում է, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Սա մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։ Իշխող ռեժիմին չպետք է թույլ տալ սա կոծկել։ Քարոզչական պաստառը կարելի է փոխարինել, մարդկային կյանքը՝ երբեք։ Այս գործի վերաբերյալ պետք է իրականացվի անհապաղ, անկախ միջազգային հետաքննություն եւ պետք է սահմանվի բացարձակ պատասխանատվություն։ Հիշեցնեմ, որ Արմեն Հովհաննիսյանին նախ պահել էին ձերբակալվածների պահման վայրում, այնուհետև տեղափոխել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որտեղ էլ կյանքին վերջ է տվել։ Նույն օրը Լոռու մարզում ձերբակալել են ևս 10 մարդու նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ այդ հատվածում իր թիմի հետ քարոզարշավ էր անում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սկսվել է քրեական վարույթ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածով։ Գոհար Մելոյանը մանրամասներ է ներկայացրել 3 տաշիրում քաղաքացիական պայմանագրի եւ ուժեղ Հայաստանի համակիրների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։ Նրա խոսքով կար այլընտրանքային ճանապարհ, որով կարող էին գնալ։ Նա նշել է, որ պահանջում են իրենց համակիրներին ազատ արձակել, քանի որ ըստ նրա տեսանյութն ապացուցում է նրանց անմեղությունը։ Ուշադրություն։ Ձերբակալվել է 10 անձ, հարգելի հայրենակիցներ, 3 բոլորիս ուշադրությունը գրավեց մեծ ավանում տեղի ունեցող քարոզչությունը։ Հիմա ձեզ եմ ներկայացնում քաղաքացիական պայմանագրի հերթական սադրանքը ու իրենց իրականությունը։ Եվ հիմա նայեք, թե ինչ էր տեղի ունեցել իրականում։ Քաղաքացիական պայմանագիրը գալիս է քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հերթական օրը ուժեղ Հայաստանի համակիրները իրազեկման ակցիա են իրականացնում։ Մեր համակիրները տարբերանշաններով առանձին հատվածում համախմբված կանգնած են եւ իրականացնում են իրազեկում։ Ինչ է անում քաղաքացիական պայմանագիրը,
որը այդ պահին ուղեկցվում է եւ առաջնորդվում է պաշտոնատար անձի կողմից։ Առաջին կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ Երկրորդ, մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էին եւ որևէ կերպ ոչ միայն չեն սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Երրորդ, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները գալիս են, մխրճվում են սադրելով ժողովրդին։ Սակայն ձերբակալված 6 անձ կալանավորվել է, մեկի համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն իր առանձնատան բակում հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ։ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որը զբաղվելու է Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Մենք չենք կարող նայել այս հայտարարությունը, որը հարևան երկիրը մեր երկրի նկատմամբ կատարում է։ Մենք ազգով ենք թույլ երևում, բայց թույլ են մենակ մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չի, դրա համար ամեն ինչ անելու ենք, ամեն ինչ հնարավոր է մեր միջազգային կապերը օգտագործելով, մեր բոլոր հնարավորությունները օգտագործելով, որ եթե կա մեկ հայ իրենց մոտ, իրենք պետք է վերադառնան իրենց տուն։ Հայաստան դաշինքը երեկ եղել է Աբովյանում։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսել է իր նախագահության 10 տարիների ընթացքում տեղի ունեցած քարոզարշավների եւ դիվանագիտական դաշտում եղած պրոցեսների մասին։ Նրա խոսքով այն ժամանակ արդյունավետ բանակցում էին Արցախի հարցի կարգավորման շուրջ եւ այդ բանակցություններն ընթանում էին Մինսկի խմբի շրջանակում։ Այս ամենը մեկ արկածախնդիր մարդ եկավ ու քանդեց։ Բայց ոնց ինքը եկավ։ Եկավ, համոզեց ժողովրդին, խաբեց ժողովրդին եւ ընտրվեց։ Սա փաստ է։ Ընտրվելուց հետո սաբոտաժի ենթարկեց ամբողջ բանակցային գործընթացը, ավիրեց ամեն ինչ։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ վստահեցրել է, որ իրենք կարողացել են Արցախն ու Հայաստանը որպես միասնական, կայուն, զարգացող եւ անվտանգ տարածք պահել։ Արցախը եղել է մեր զրահաբաճկոնը, շեշտել է պաշտպանության նախկին նախարարը։ Բնակչությունը եղել է համախմբված եւ մենք միասնության, մեր ռազմավարական նպատակների, մեր հավաքական կամքի շնորհիվ է, որ հասել ենք հաջողությունների։ Տնտեսությունը ոտքի է կանգնել եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարածք, մանավանդ Աղետի գոտի ենթակառույցներ սկսել են զարգանալ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Արցախում ես եղել եմ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախյան առաջին գոյապայքարը։ Մենք հաղթել ենք ոչ միայն հմուտ կառավարման, ոչ միայն ռազմավարական գործողությունների, ոչ միայն բանակի արագ ձևավորման, այլ նաև փորձառու անձնավորության, անձնական օրինակի շնորհիվ։ Մինչ ընդդիմությունը խոստանում է անվտանգություն, դիվանագիտական կապերի վերականգնում ու ամրապնդում, գերիների վերադարձ եւ Արցախի հարցի վերադարձ բանակցային սեղան, Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը կընդունի օրենք, որի նպատակն է ապօրինի տների օրինականացումը։ Հիմա մեր մոտեցումը գիտեք, հիմա թղթերով անօրինական է, բայց մենք էս եմ ասում մարդը տունը սարքելա 40 տարի մեջ է ապրում։ Ինչ պետք է ասենք, հո չենք ասելու դուրս եկեք տնից կամ հո չենք ասելու։ Հիմա դրա համար, քանի որ շատ է թիվը, հատ մարդիկ դիմում են, հատով միջև լուծում ենք, տարիներ է տևում։ Հիմա փաթեթով 300 մետր ուժ մեջ է։ Որ 300 մետրը։ Այդ մանրամասն էս տեղակ չեմ ճիշտն ասած, որ ասեմ։ Բայց բանն է նա օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծեն։
Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել նաև այն վարորդներին, որոնք նախկինում տարբեր խախտումների, այդ թվում խմած մեքենա վարելու պատճառով զրկվել են վարորդական իրավունքից։ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք հնարավորություն կունենան առանց նոր քննության վերականգնել վարորդական իրավունքները։ Քաղաքացիները ինչպես են արձագանքել այս հայտարարությանը եւ ինչու են շատերս սակապում նախընտրական պոպուլիզմի հետ, ռեպորտաժում։ Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները Փաշինյանի որոշմամբ այն կարող են վերականգնել առանց քննություն հանձնելու։ Այս մասին նա նախընտրական քարոզարշավի շրջանակում է հայտարարել, ապա իր էջում հարցում տեղադրել հասկանալու, թե ով է կողմ որոշմանը։ Հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել, այն ողջունեցին վարորդական իրավունքից զրկված անձինք, մտահոգություն հայտնեցին մյուս վարորդները։ Սոցիալական ցանցերում այս թեմայով քննարկումներ են ծավալվում։ Խմած վարորդը պոտենցիալ մարդասպան է, կփաստեն բոլոր այն վարորդները, ովքեր գեթ մեկ անգամ առնչվել են նման խնդրի։ Դեմ եմ խմած վարորդների վկայականների վերականգնմանը։ Այստեղ օրենքն ու օրինապահ լինելը արժեզրկվում են, սա անարդարության զգացողություն է առաջացնում օրինապահ վարորդի մոտ։ Պոտենցիալ մարդասպաններ են, ինչ ներում, ընդհակառակը պիտի մեքենան էլ առգրավել ու աճուրդով վաճառել։ Բազմաթիվ մարդիկ են զոհվել կամ հաշմանդամ դարձել խմած ժամանակ քշելու պատճառով։ Հաստատ չարժեր է լինել։ Իսկ եթե ընտանիք պահելն է հիմնավորում, այո, համակարծիք եմ այստեղ հնչած մտքի հետ, որ ընտանիքի մասին իսկապես մտածողը նախ փողը խմիչքի վրա չի ծախսի, ու երկրորդ կգնա մասնագետի մոտ ու կբուժվի կախվածությունից։ Ղեկին խմած նստած վարորդի պատճառով ես մեռնելուց եմ պրծել, իսկ իր մեքենայում գտնվող 4 ընտանիքի անդամները մահացել են։ Առանց քննության խմած վարորդներին վարորդական իրավունք վերադարձնելը ուղղակի նախընտրական պոպուլիզմ չէ։ Դա հանցագործությունների բացահայտ խրախուսում է։ Այս ու նման այլ բազում գրառումներ ու մեկնաբանություններ են թողնում քաղաքացիները։ Նրանց հետ համակարծիք է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Նա հիշեցնում է 2018 թվականին նման համաներումից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Մեքենան համարվում է առավել վտանգի աղբյուր եւ հենց դրա համար էլ մեքենա վարելու համար հատուկ ընթացակարգեր են կիրառվում։ Քննություն, նարկոպսիխո ասվածը, իդեպ նմանատիպ ընթացակարգեր կիրառվում են զենքի թույլտվության համար։ Սա նույն իրավիճակն է, երբ զենքի գործադրման հանցագործություն կատարած անձին կամ զենքի կրման պահպանման կանոնները խախտած անձին զենքի թույլտվությունից զրկեն, հետո առանց նույն ընթացակարգերի կիրառման, առանց քննության եւ այլն, վերականգնել այդ իրավունքը։ Բացի այդ, ըստ իրավապաշտպանի խթանվում է անպատասխանատվությունը, ջուրն են կնում պարեկային համակարգի կայացման համար արված աշխատանքը։ Այդքան արտասահմանյան ռեսուրս չէ, եկա որ ոստիկանական բարեփոխումներ անեն, բարեկների վրա տեսաձայնագրող սարքեր ավելացվեն, տեխնիկական միջոցներ, բարեկները էլ կաշառք չէին վերցնում, որը իրավախախտ վարորդներին հայտնաբերեն եւ մեկուսացնեն կոպիտ ասած երթևեկությունից։ Հետո գալիս է Նիկոլ Փաշինյանը ընտրաշավով եւ ասում է այդ ամբողջ արածը ջուրն եմ գցում։ Մեր մյուս զրուցակիցն օրինակ վստահ է, եթե գիտակցաբար հարբած մեքենա ես վարել, ապա դա կանես երկրորդ անգամ։ Դա արդեն կդառնա ամենաթողություն, ինքը կդառնա այդ ամենաթողության նախատիպ ու ոնց որ ասած, եթե այսօր ինչ-որ մի տեղ որևէ վարորդ ինքն իրան կարա զսպի իմանալով, որ եթե խմած է ղեկին չնստի, երբ որ դա ընդունվի, ինքը արդեն ոնց որ հանգիստ կլինի, կդառնա արխային, հալա վեսաբանա, մեկ առանց քննության կվերականգնվեն։ Չէ, պետք է լինի ահավոր խիստ, որովհետև այդ երթևեկությունը մենակ իրան չի վնասում, ինքը նաև հասարակությանն է վտանգ ներկայացնում։ Ոչ միայն իրենց, այլև ուրիշների կյանքերի հետ են խաղում նման վարորդները, ասում են զրուցակիցներս ու առաջարկում խստացնել վկայական ունենալու կանոններն անգամ այն վարորդների համար, որոնք վարորդական վկայականից զրկվել են աստիճանաբար, տարբեր խախտումներ անելու հետևանքով։ Քննությունը ես կցանկանայի, որ պարտադիր լիներ ոչ միայն խմած դեպքում զրկելու, այլ երբ որ հատկացված բալերը տարվա ընթացքում սպառվում է։ Ու այդ սպառվածը ոչ թե ինքը տարին փոխվեց ավտոմատ վերականգնվի, այլ քննություն տած նոր վերականգնվի։ Դե իսկ Փաշինյանի այս քայլը որակում են որպես պոպուլիզմ ու նախընտրական խոստում։ Վստահ են հետևանքների համար Փաշինյանը պատասխանատվություն չի կրելու այնպես, ինչպես հղի կնոջը վրա երթի ենթարկելու ու նրան կյանքից զրկելու համար։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Պենտագոնը մի քանի պլան է պատրաստել Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ այն դեպքի համար, եթե Թրամփը որոշում կայացնի վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։ Թիրախների ցանկում ներառված են իրանական էներգետիկայի եւ ենթակառուցվածքների օբյեկտները։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների պատճառով զոհերի թիվը հասել է 2988-ի, վիրավորների թիվը 9210-ի։ Նախարարության տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում Իսրայելի հարավային եւ հարավարևելյան շրջաններում հասցրած օդային հարվածների պատճառով կա առնվազն 37 զոհ, եւս 222 վիրավոր։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Էմիրություններում ատոմակայանի վրա հարձակվել են 3 անօդաչու, որոնցից 2-ին որսացել են։ Ըստ նախարարության անօդաչուն հարվածել է ատոմակայանի ներքին պարագծից դուրս գտնվող էլեկտրաէներգիայի գեներատորին։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մայիսի 17-ի գիշերն ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի վրա։ Ուկրաինական լրատվամիջոցներն այս հարձակումն անվանում են պատերազմի սկզբից ի վեր ամենախոշորը։ Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել են 3 զոհի եւ 16 վիրավորի մասին։ Հարվածի տակ է հայտնվել նավթարդյունաբերական 2 օբյեկտ՝ Կապոտնիայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանը եւ Դուրիգինո գյուղում գտնվող նավթամթերքի բեռնաման կայանը։ Մենք լայնածավալ գործողություններ ենք իրականացնում Մոսկվայի դեմ, այս անգամ թիրախների հեռավորությունը գերազանցում է 500 կիլոմետրը։ Պատերազմը, ինչպես եւ սպասվում էր, վերադառնում է իր հայրենի հանգրվան, եւ սա հստակ ազդանշան է, որ պետք է հեռու մնալ Ուկրաինայից։ Հարվածները մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Անօդաչու թռչող սարք է մտել Լատվիայի օդային տարածք։ Երկրի զինված ուժերը չեն նշել, թե որ երկրին է պատկանել անօդաչուն։ Ականատեսների տեսանյութի համաձայն սարքը պատկանել է Ուկրաինային եւ երկիր է մուտք գործել Ռուսաստանին ուղղված հարվածների ժամանակ։ Երկրի զինված ուժերն օդ է բարձրացրել կործանիչներ։ Սարքը լքել է Լատվիայի օդային տարածքը։ Միացյալ Նահանգներն Իրանին է ներկայացրել 5 պահանջից բաղկացած ցանկ, որը պետք է կատարվի բանակցությունները վերսկսելու համար։ Սա Վաշինգտոնի պատասխանն է Իրանի նմանատիպ առաջարկին։ Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից դուրս բերել եւ իրենց հանձնել 400 կիլոգրամ հարստացված ուրանը, պահպանել միայն 1 գործող միջուկային համալիր եւ այլն։ Ըստ փորձագետների, Միացյալ Նահանգները չի ձգտում լուծել խնդիրը, այլ ուզում է հասնել այն նպատակներին, որոնց չի հասել պատերազմի ընթացքում։ Ժամանակը գնում է եւ Իրանը լավ կանի արագ գործի, հակառակ դեպքում նրանցից ոչինչ չի մնա։ Ժամանակը կարևոր է, գրել է Դոնալդ Թրամփը։ Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Լիբանանին, թիրախում ըստ իշխանությունների Հեզբոլլահ խմբավորման անդամներն ու օբյեկտներն են։ Չինաստանի հարավում երկրաշարժ է գրանցվել, 13 բնակելի շենք վնասվել է, ավելի քան 7000 մարդ տարհանվել։ Հարավային Կորեան 2027 թվականից ամբողջությամբ կարգելի շան մսի վաճառքը։ Իշխանությունների համաձայն շների ֆերմաների 82%-ն արդեն փակվել է, իսկ մնացածները կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի ավարտը։ Արգելքը եղել է Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը։ Եվ վերջում, Կիրակի կեսօրին 46-ամյա մի տղամարդ, որը ներկայացել է որպես գործարար, մտել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարան, նստել մեծ կայսերական գահին եւ սկսել կարդալ իր բերած թղթերը։ Ըստ ականատեսների, նա կարդացել է կաշառակերության, վարկերի ու սնանկության մասին տեքստեր։ Երբ թանգարանի աշխատակիցը փորձել է կանգնեցնել նրան, տղամարդը հանել է 2 դանակ ու սպառնացել։ Ի վերջո նրան հաջողվել է ձերբակալել։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս պահին տաղավարում զրուցելու եմ հայկական եւ հայամետ Շվեյցարիայի կազմակերպությունների նախագահ Սարգիս Շահինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շահինյան, շնորհակալ եմ մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը ընդունել է խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար հնարավորություն տալ հայերի վերադարձին։ Խնդրում եմ ներկայացրեք, թե այս որոշումը ինչ դեր կունենա վերադարձի համար եւ ինչ փուլում է հիմա այս գործընթացը։ Շնորհակալություն Գառնի, առաջին հերթին պետք է ասեմ, որ հարաբերությունը, այսինքն հայցի փոխանցությունը նաև այդպես է դրվել, որբեսի Ղարաբաղի ներկայացուցիչները կարողանան ընդհանրապես խոսիլ, բանակցիլ, հարթություն ունենալ ադրբեջանական կառավարության հետ։ Այո, իհարկե, վերադարձի մասին է խոսքը, վերադարձի իրավունքի մասին է խոսքը, բայց նաև սա կգնկե հայկական պատանդների հերանեկարի հետ կապված։
Եվ սա միայն վերին բալադը չի ընդունել, այլ երկու բալատներն էլ ընդունել են։ Այսինքն 18 մարտի անցյալ դարվա որոշումը դա ավարտն էր մի իրողության, որը արդեն սկսել էր ավելի առաջ։ Եվ սա գունենա իրեն ավարտը, եթե ունենա այդ պահուն, երբ որ այս տեսակ մի հարթակ կարողանա ադրբեջանական իշխանությունների կողմէ, բայց նաև հայկական իշխանությունների կողմէ համագրանք ստանալ եւ ընդունվել։ Սա է առնվազն արտաքին գործերի նախարարության Զվիցերիո մոդեցումը։ Ինչ որ փոխանցությունը սակայն չէ հայցի։ Հայցը նաև որ ինքնորոշված Ղարաբաղի իշխանությունը կարողանա նստել եւ խոսել Ադրբեջանի հետ։ Եվ ճիշտ սա է, որ ցեվոմը սկիզոֆրենիկ գացության մեջ է տողում Ղարաբաղի ներկայացուցիչները, որովհետև ինքնորոշման իրավունքը դա որևէ ցևով մի պետությունից գախյալ չի։ UN-ի կենտրոնական սահմանադրության շնորհիվ երկրորդ հոդվածի ինքնորոշման իրավունքը ergaomnes իրավունք է, այսինքն բարձրակույն մագարտակ ստացած մի իրավունք, որը սակայն այս օրերից, այս ամիսներից, մանավանդ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո խիստ գասկածի տակ դրավ իրեն ուժը, միջազգային իրավունքի մասին է խոսքը։ Այսինքն որքան կարող է միջազգային իրավունքը քերիշխել իսկական ուժի թեմ, ինչ որ Ադրբեջանը բարդատրեց 2020-ի 44 օրվա պատերազմի եւ էթնիկ զտման 2022-ի եւ 23-ի ժամանակ։ Արտաքին գործերի նախարարությունը Զվիցերիո բախվում է նրա խնդիրի յետև, որ երկու պետությունները, որ ըստ իրեն այս խնդիրի մեջ լծակ ունեն, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը, մերժում են այս մոդեցումը։ Եվ որևէ մի ցևով Ղարաբաղի ներկայացուցիչների դիրքորոշումը եւ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը հաշվի չի առնվում։ Ինչ որ արդեն գասկածելի կդարձնե Զվիցերիո ընդգրկումը միջազգային իրավունքի մեջ։ Մանավանդ եթե հաշվի առնեք, որ Զվիցերիան բահեսն է այդ մարտահրավերական իրավունքի, միջազգային մարտահրավերական իրավունքի, որը կնախադեսե, որ մի դեղվու ժողովուրդ իրավունք ունենա շարունակել ապրել իրեն դարածքի վրա։ Դրա համար պատասխանս չի գրնար դրական լալ այս բախուս, հակառակ որ զանազան ուժեր ոչ միայն համայնքային, այլ նաև գազագերբչական միջազգային գազագերբություններ աշխատում են, որպեսզի այս իրողությունը կարողանա ուրիշ ելք ունենալ։ Եվ վստահ եղեք ամեն ինչ պիտի արվի, որպեսզի այս ուղղությամբ կործվի, բայց չեմ կարող ասել արդյունքը ինչ պիտի լինի։ Ինչ լծակներ կան դրանք իրագործելու համար։ Պետք է ասեմ ոչ շատ, այսինքն նախ եւ առաջ ամենակարևոր լծակը բախպանելն էր այդ օժանդակ մարմինը զվիցերիական զանազան պատգամավորների կողմէ սարքված, որը օժանդակ է այս հայցը իննբաս Ղարաբաղի։ Բայց նաև հոս անձնական գաբեր կան, որոնք շատ կարևոր են, յուրաքանչյուրի ծանոթությունները մեկ կամ մյուս նախարարի հետ, դուք գիտեք, որ Զվիցերիան 7 նախարարներու փուլ է, եւ այդ 7 նախարարությունների տակ զանազան պետական ուրիշ դեպարտամենտներ կան։ Ամեն տարի նախագահը փոխվի, ցիկլիկ է,
այդպես չէ որ ցգյանս մի հոգի կնդրվի եւ կմնա։ Այս տարի գիպարմելեններ եւ Իմիջայլոց ինքը մասնակցեցավ ամսուն 4-ի կակատնաժողովի Եվրոպական միության եւ ներողություն Եվրոպական քաղաքական համայնքի եւ հանդիպման որ Հայաստանի իհարկե հնարավորություն ուներ որոշ իրականություններ արժև բերելու եւ չարեց արեց միմիայն մագերեսային ծևով եւ հաստատ ոչ իրեն արդակին քաղաքականության կարևորության հետ կապված կոնե իրեն հարևանների հետ կապված եւ միմիայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին չէ խոսքը նաեւ Բարսկաստանն է եւ խոսի հարգե ուրիշ ցալքեր կբացվին որոնք գուցե մենք կարողանանք զարգացնել մեր հարցազրույցի ադեն Պարոն Շանյան, անցած ամիս տեղի ունեցավ Սփյուռքի խորհրդաժողովը, որոնք են խորհրդաժողովի գլխավոր արդյունքները եւ որոնք են այն մարտահրավերները, որոնք այսօր հուզում են Սփյուռքին։ Իրականության մեջ Սփյուռքի խորհրդաժողովը նորություն չէ։ Կարող է գազագերբիչը դարբեր ցևով ի հայդն եկած լա որ այս խորհրդաժողովը կարևոր էր եւ որ զանազան ուժեր պետք էին ներկայանալ որբեսի թիրքորոշում ունենալ 4 գլխավոր գեդերի շուրջ որոնք 4 գեդերն են Սփյուռքի ժողովի ակնկալիքների մասին էր խոսքը տեսլականն առաջին հերթին հոն ելույթ ունեցան անձնավորություններ որոնք միգուսակցության պատկանող անձնավորություններ չէին ես ալ գուսակցական չեմ օրինակի համար բայց կարևոր էր որ մենք հնչեցնեինք հենց այդ հիմնական խնդիրները որոնք հուզում են թե Սփյուռքին եւ թե Սփյուռք Հայաստան հարաբերություններին եւ նաեւ իհարկե ինչ խոսք Սփյուռք Հայաստան Ղարաբաղ ընթացքի մեջ է ցես գրնամսել որ օժանդակություն ուղղակի ցույց բերվեց ինքնության հետ կապված եւ այս ինքնության գլխավոր բահաբանը լինելով հայրաքելական եկեղեցին զորակցություն ցույց տվեց եկեղեցվո եւ ամենայն հայոց կաթողիկոսին սակայն պիտի ասեմ ոչ քրիտիկական ցևով եթե գուզեք հետո գխոսենք դրա մասին ինչ որ ես կգնկալի եւ հայտարարի կարեւորությունը ընդգրկվեց եւ խոս ջգույնության բագասություն ես սկացի ցես բացեի ասեմ որովհետեւ գարձեք թե այդ նույնության մենք շարունակում ենք երթալ թե Սփյուռքը եւ հայտարարը նույն բանն է այսինքն Արեմդյան Հայաստանի հանդեպ ունեցած մեր սպասելիքները հավերժացնում են Սփյուռքին մինչդեռ այդպես չէ չգրնար այդպես լինել չգրնար մի Սփյուռք հիմնված եւ գառուցված լինել մի լայնածավալ գոդորածի վրա մի ժողովուրդ հիմնված է իրեն իսկական նայվածքների վրա եւ մենք միայն արևմտա Հայաստան չգործունեցինք խնդրեմ փաստը դրվում է որ մենք Նախիջևանի մեջ եղած հայերուն նույնիսկ փոշին չենք կարողանում տեսնել ջուղայի կերեզմանախումբի ոչնչացումը փոշիացնումը նույնիսկ ծեր ականջին օղ 2005-ի դեկտեմբերին էթնիկ զդումը որ դեղի ունեցավ Արցախում եւս մի նշան ուր է մեր դգարությունը ուր է մեր անկարողությունը այդ նպատակներուն հասնելու
ողբը գարձեք ծնվում է դրանով, որ սփյուռքը չի կարողանում, հայկական սփյուռքը չի կարողանում պետք եղած իրեն ուժը գշրցնել դալու միջազգային ուժերի առջև վերջնական արդյունք չէ սա ոչ էլ միշտ այդպես եղած են գացություններ ստեղծված են հնարավորություններ ուր որ օրինակի համար բարեկամական խմբերի միջոցով հայկական իրողությունը ի հայտն եկած է բացահայտ արդակին քաղաքական ուժերի ինչպես որ օրինակի համար Շվեյցարիո ինչպես որ Բելգիայի մեջ ինչպես որ Ֆրանսիայի մեջ ինչպես որ Ամերիկայի մեջ բայց ինչին է դա պետք եթե գլխավոր բևերը ում համար էս իրականության մեջ դա բիդի իրականանա, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը, չկարողանա այս դիվիդենդները պետք եղած ծևով քաղել նույնիսկ չեմ ուզում ասել թելատրել, այլ համատրված ծևով արժե կարողանալ դանել։ Ինչ որ 2018-ից հետո հստակորեն տեսնվեցավ, որ այդպես չէ, եւ նույնիսկ հագարակն է։ Եվ 2020-ի 44 օրվա պատերազմի իրողությունը այս իրողության փաստն է։ Խորհրդաժողովի ընթացքում շատ է խոսվել նաև առաջիկա խորհրդարանի ընտրության մասին, Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին, ինչ նշանակություն ունի այս ընտրությունը Սփյուռքի համար, ինչպես է Սփյուռքը ընկալում այս ընտրության կարևորությունը։ Իհարկե որ նայեցեք նախ եւ առաջ դրանով սկսենք, որ երբ որ Սփյուռքի մասին խոսենք, մենք ոնց որ այդ տպավորությունը ունենք, որ մենք ընդհանրացնում ենք մի բարի մեջ 7 միլիոն ժողովրդի տեսանկյունը, այդպես չի։ Զանազան ներկայացուցիչներ կային եւ զանազան տեսանկյուններ կային, բայց ինչ որ համայն դեսիլքի բերում էր խնդիրը այն էր, որ այդ հարաբերությունը չկա, դադարգություն է գարձեք թե Սփյուռքի եւ Հայաստանի պետականության միջև խոսակցության քաղաքական իմաստով առաջին հերթին, բայց նաև տնտեսական իմաստով եւ ինքնության իմաստով։ Սա ինչից է գալի։ Մի բևերը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, գարձեք թե որոշել է այս կապը խզել։ Եվ ինչու համար որոշել է այդ բանը անել, դա արդեն մի քանի երևույթներից ակնհայտ է լինում։ Եվ խորհրդաժողովի գլխավոր խնդիրներից մեկը այդ գաբը վերականգնելն էր։ Բայց առողջ ծևով։ Հիմա իսկ որ փուլից է այդ կապը խզվել։ Հենց 2018-ի նոր վարչախումբի իշխանության քալի ժամանակ։ Գեն հետո մի տարի վերջ արդեն Սփյուռքի նախարարությունը ոչնչացավ։ Եվ սա ուներ արդեն իրեն հիմնական միտումը եւ սա ավելի հստակ եղավ գլխավոր հանձնագետարի գայեցման հետ կապված եւ մենք երբեք չկարողացանք ուղղակի գտնել մի նույն հարթակ, որը կփոխարիներ նախարարությանը։ Այո, իբր թե եւ իրականությունը այն է, որ ինքը սպաննեց այդ նախարարությունը։ Սա է, գլխավոր գեդերը սրանք են, վերջնագետ չէ տրված, այլ սկզբնագետ տրված է հարաբերությունների Հայաստանի եւ Սփյուռքի միջև։
Եվ դա կապում են առաջիկա խորհրդարանի ընտրության արդյունքները։ Իհարկե, որովհետև եթե ներգա վարչախումբը դարձյալ ընտրվի, բարձից բարձ է, որ այդ ընթացքը, որը բռնվեցավ, պիտի շարունակվի եւ պիտի վադանա նույնիսկ։ Ասում եք բևեռացված հարաբերություններ են Հայաստան-Սփյուռք։ Ինչպես է դրսևորվում այդ բևեռացումը։ Ինչ ներկայացվածություն ունի հանձնակատարի գրասենյակը Սփյուռքում եւ Սփյուռքը ինչ ներկայացվածություն ունի Հայաստանում։ Վերջին գետենը սկսեմ, Սփյուռքը ոչ մի ներկայացվածություն չունի Հայաստանի վարչախումբի, ոչ վարչախումբի մեջ, ոչ խորհրդարանի մեջ։ Իսկ ինչ որ գվերապերի Սփյուռքի հանձնագետարի ակնկալությունները ես կարող եմ ցեզ ասել, որ դա զերոյական են ինչ որ գվերապերի զանազան Սփյուռքերի, կոնե ինչ որ գվերապերի Զվիցերիո կամ Ֆրանսիայի կամ այլ երկրների սենս ունեն, չէ, որ երբ որ վարչապետը այցելումներ կգադարեր զանազան տեղեր ոչ մի ձևով բազմազան միտք ունեցող անձնավորությունները չհրավիրվեցան իրեն ներկայության նույն օրինակի համար ինչ որ գվերապերի նոր տեսփանությունների բացման հետ կապված եւ սա ինչ կնշանակե կնշանակե որ ներկա վարչախումբը որևէ ցևով հաշվի չի ուզում առնել այդ կորձունությունները որոնք դարվեցան եւ որոնք կարող են հետակայում դարվել եւ ընդհանրապես այդ խզման մեջ բերում են եղած մյուս բեդությունը որբեսի ինքը հասկանա որ ինքը այլևս այդ Սփյուռքի հետ կապ չպիտի ունենա այլ ուղղակի Հայաստանի հետ պիտի ունենա Խոսեցիք հանդիպումների մասին Փաշինյանը Սփյուռքի տարբեր համայնքներում համայնքների հետ հայ ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպեց դուք հիմա նշում եք որ լայն ընդգրկում չի եղել լսարանի այդ դեպքում այդ հանդիպումները ինչ սկզբունքով են կազմակերպվել Սփյուռքի որ ներկայացուցիչներն են իմացել այդ հանդիպումների մասին ինչ սկզբունքով է հավաքվել այն թիմը որը որ մասնակցել է այդ հանդիպումներին Շատ թյուրուն սկզբունքով միմիայն վարչախումբի աչակցող անձնավորությունների միջոցով Եվ սա միմիայն Զվիցերիո մասին չեմ խոսում։ Գերմանիո մասին կարող եմ խոսել, Ֆրանսիայի մասին կարող եմ խոսել, Ամերիկայի մասին կարող եմ խոսել, Բելգիայի մասին կարող եմ խոսել։ Խնդիրը դուխուր է, երևույթը դուխուր է եւ չգարձենք սակայն, որ մենք խնդիրը պիտի լուծենք բարձաբես փոխարինելով ներկա վարչախումբը այլ ուրիշ վարչախումբի։ Եթե հերանեկարը չհստակացվի, թե որը պիտի լինի ընդհանրապես հարաբերությունը Սփյուռքի եւ pedagogiության մեջ, մենք կարող ենք երկար ժամանակ փնտրել, թե որը պիտի լինի լուծումը։ Լուծումը այս պահից չի գա։ Գուցե գար ժամանակին, երբ որ այդ տեսլականը գար, որ Հայաստանը առանց Լեռնային Ղարաբաղի իրականության չեր գնալ վերաբրել։ Իսկ այսօր այդ դեսլագանը գա, որ ոչ միայն Հայաստանը գրնա ապրիլ, այլ բիդի ապրի Լեռնային Ղարաբաղի դադարգությամբ եւ ոչ այդ մարդկանց վերադարձի նպատակով Իրապես մենք հետ ենք գնացել ինչ որ գվերապերի մեր ոչ էքսպանսիոնիստ դեսլագանը, այլ իրական դեսլագանը։ Մենք գայինք այդ տարածաշրջանում եւ ոչ հայրուրամյակների ընթացքին, այլ հազարամյակների ընթացքին Կարելի է ծևեր փնտրել միասին ապրելու խնդիրները վարչական տեսակետեն լուծելու նաև այլ ժողովուրդների հետ բայց դա չի նշանակում որ հայկական էությունը պիտի ոչնչանա եւ սա է որ դեղի ունեցավ եւ ով է ասում որ այս տեսակ սկզբունք
որտեքրող վարչախումբի միջոցով նույն Հայաստանը այս նույն վտանգի տակ չի պիտի ենթարկվի։ Ես վախենում եմ։ Իսկ բացի ազգային ու պետական խնդիրներից գանք զուտ ներհամայնքային հողի վրա։ Ինչ խնդիրներ ունի այսօր Սփյուռքը, ինչ մարտահրավերների առջև է կանգնած։ Ամենակարևորը ինքնության խնդիրն է։ Եվ ինքնության խնդիրը պետք չէ, ինչպես որ առաջ ասեցի, սահմանափակվի բարձրապես հայտարարի խնդիրով, այլ հարց պետք է դրվի ընդհանրապես, թե ես ինչպես եմ կապված իմ հայրենիքի հետ։ Խողը կարևոր է, այդպես չէ, որ միայն երևակայական մի իրականություն է։ Կարևոր է, երբ որ ես անցամբ Հայաստան վայրեջք եմ կատարում, ես փոխվում եմ փարիփուն իմաստով, ես կարող եմ հոս հիվանդ գալ, ես փուժվում եմ, այդ էներգիան, այդ ուժը, որ ես զգում եմ, այս խողի վրա, դա լրիվ ուրիշ պատմություն է, և ինչպես որ ես, մի քանի միլիոն հոգիներ, որոնք պետքություն չունեն սակայն մաքսիմալիստ երևակայությունների, այլ պետք ունեն հասկանալ, թե ինչով կամ փոփվի, կամ կսկսվի իրենց հայ լինելը, կամ գաբ ունենալը ընդհանրապես հայկական ծագումի հետ։ Սա բարձրապես սահմանների խնդիրի հետ կապված է կամ արդեն այդ տեսակ կապի հետ, որը մեկը կգրնա ստեղծել միմիայն լեզվո միջոցով և հողի հարաբերության միջոցով։ Եթե մենք այս երկու գետերը կդրենք, թելերը, մենք ամենամեծ վնասն ենք բերել այդ ինքնության գոյատևման և իրականացման, չխոսենք հավերժության մասին։ Իսկ ով է փորձում կտրել այդ թելերը։ Դա արդեն ցեզ կթողեմ այդ պատասխանը։ Դուք նաև եղել եք Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար ու 6 խորհրդարանական պատվիրակություն եք բերել Հայաստան։ Նախկինում Սփյուռքն ու պաշտոնական Երևանը համատեղ են աշխատել, այսինքն գաղափարական հարցերում, Արցախի, Հայոց ցեղասպանության եւ առհասարակ ազգային ինքնության վերաբերյալ գաղափարական հարցերում համամիտ են եղել եւ գործակցաբար են աշխատել։ Բայց հիմա կա խզում եւ այդ խզումը ակնհայտ է։ Ինչպես եք այդ պայմաններում աշխատում ու միջազգային գործընկերները ինչպես են այդ խզումը անցալում։ Ձեր դված հարցումին արդեն պատասխանի գեսը ձեր ներկայացման մեջ է։ Ամենաթյուրին ցևը արդակին ուժերի, որբեսի հրաժարվին որևէ մի ցևավորման, քաղաքապարախոսական, կոնկրետ գեդերի մասին նրանով է ամփոփվում, որ եթե արդեն այդ կառավարությունը ի վերջո սա հայ շվեյցարիական բարեկամական խմբի մասին չէ, այլ Շվեյցարիա Հայաստան բարեկամական խմբի մասին է խոսքը։ Այսինքն երկու խորհրդարանների հարաբերությունների մասին է խոսքը։ Երբ որ մի բևերը Եվ չեմ խոսում հայկական բևերի մասին, ես խոսում եմ արտասահմանյան բևերի մասին։ Ինքը քայլն է անում, որբեսի կա եւ ասե ես հոսեմ, դու ասա, թե քեզ ինչ պետք է։ Եվ ես խոսում եմ դա թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական, խնդիրի մասերի մասին։ Եվ երբ որ թիմացինը ինքիզինքը դադարգություն է ներկայացնում, այսինքն պետք չեղած պատասխանները կամ ընդհանրապես պատասխաններ չկան, դուք ոնց եք պատկերացնում, որ թիմացինը կարողանա այդ մոտիվացիան ունենալ
ցես շարունակել սա դարելու։ Չի կարելի։ Դա մարում է։ Սա շվեյցարիացիից կախյալ չէ, ամերիկացիից կախյալ չէ, ֆրանսիացիից կախյալ չէ, հայուց կախյալ է։ Հայուց կախյալ է, եւ սա է իմ ամենամեծ դժվարությունը, որովհետեւ երթալով 2018-ից եւ մանավանդ 2020-ից հետո բարդությունից սկացինք, որ այդ կողմնորոշումը, այդ վիճռականությունը ոչ միայն չի գա, այլ երբեք չի եղել այս մարդկանց կողմից։ Նորեն մասում, ես պետք չունիմ մաքսիմալիզմի յետևեն վազելու։ Պես պետք ունիմ կոնկրետություն, այսինքն իրականություն։ Չեմ կարողանում ասել, որ այս կոնկրետությունը կարողացան շվեյցարիացիները տեսնել։ Ադամներով բռնում ենք այս իրականությունը, այս օժանդակ մարմինը, ինչի մասին ես առաջ խոսեցա, այս հայցի հետ կապված, իրապես ադամներով ենք բռնած։ Եվ թեր այդ մագարտագին կարողացանք հասնել, որ զվեյցարիացի պատգամավորները կարողացան տեսնել հայկական գողմի մեջ, նրանց մեջ, որոնք ներկայացնում էին խնդիրը, այդ հասկացողությունը, այդ վճռականությունը, որ կկարողանա այդ դեսլագանը բախպանել։ Բայց երբ որ այդ դեսլագանը ընդհանրապես մեռնի, ես չգիտեմ ոնց պիտի կարողանա այդ հարաբերությունը շարունակվի։ Պետք է արդյոք հասկանան, որ այդ 48 երկիրներից, որոնք մասնակցեցան այդ կակատնաժողովին, որևէ հետաքրքրություն կար Հայաստանի զորագից դառնալու, ես հասկացա, որ խոս եկան այս մարդիկ խոսելու այդ խնդիրների մասին ի բացի հայկական շահերի մասին։ Եվ ես չեմ գրնար նկատել, որ հայկական շահը լինի միմիայն եւ միմիայն այդ բարդվողականությունը, ինչին ենթարկված է այս բահիս 2020-ից հետո 44 օրվա պատերազմից հետո արդյունքներից։ Ես կարող եմ բարդվել մի պատերազմի մեջ, բայց ես իբր անձ, իբր ժողովուրդ, ես չեմ պատրաստվում բարդվելու։ Ես իմին ոչ միայն արժանապատվություն ունիմ, այլ ես նաև ունիմ գշարունակեմ ունենալ իմին դեսլագանը։ Ինչ է նշանակում օրինակի համար, որ ես ստիպված պիտի լինեմ իմ սահմանադրությունը փոխելու, որովհետև ուրիշը ինձ թելադրել է այդ բանը անելու, երբ որ հենց ուրիշը չի անում այդ նույն բանը, ինչ որ ինքը մյուսից ուզում է։ Ադրբեջանի մասին է խոսքը։ Երբեք մեկը նստել է եւ Ադրբեջանի սահմանադրությունը գարտացել է։ Խնդրեմ, կարող եմ շարունակել խորհրդանշական օբյեկտները ընդհանրապես վերացնելու կամ մեր զինանշանը փոխելու նույն ցանկությունները ինչ որ գվերապերի Ադրբեջանի Արեմդյան Ադրբեջանի մարդկանց վերադարձի մասին խոսելու, առանց խոսելու արված որոշումի միջազգային արդարադատության թադարանի գողմե 2024-ի նոյեմբերին վերադարձի իրավունքի մասին Ղարաբաղցիների ու գրնամ շարունակել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Շահինյան։ Ես եմ շնորհակալ Գառնի։ Հիշեցնեմ, ես զրուցում էի հայկական եւ հայամետ Շվեյցարիա կազմակերպությունների նախագահ Սարգիս Շահինյանի հետ։ Լուրերի այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, հաջորդ թողարկումը ժամը 15-ին է։